Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ենք տեղեկանում։ Մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են մինչև մարտի 18-ը ժամը 14-ը բիմում ուղարկել ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ իրենց նախընտրած վայրի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։ Մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Շիրակի եւ Լոռու մարզերի բժշկական կենտրոններում զորակոչիկների փորձաքննությունների պիլոտային ծրագիրը ըստ առողջապահության նախարարի կկազմակերպեն Վանաձորի եւ Գյումրու բժշկական կենտրոններում։ Այսպիսով զորակոչիկները ստիպված չեն լինի գալ, հասնել Երևան, այստեղ հավելյալ օր գումար ծախսել եւ անցնել համապատասխան փորձաքննություններ։ Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործում։ Հայտարարատուներին տեղեկացնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հավելելով. միջոցներ են ձեռնարկում առաջացած տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ։ Նոր Խարբերդի տներից մեկի հողամասի հրդեհը մարելուց հետո մոխրացած դի է հայտնաբերվել։ Այս տեղեկությունն այսօր են ստացել իրավապահները ժամը 13:30-ի սահմաններում։ Հրշեջները մարել են սեփական տան տարածքի չոր խոտի եւ եղեգների հրդեհը եւ այստեղ էլ հայտնաբերել մոխրացած դին։ Նույն գյուղում մեկ այլ արտակարգ իրավիճակ է եղել։ 28-ամյա քաղաքացին երկու նռնակով սպառնացել է պայթեցնել տունը, նրան վնասազերծել են։ Լուսադեմին հենց ինքն է զանգել ոստիկանություն ու խնդրել մոտենալ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին։ Երկու նռնակ ձեռքին նա պահանջել է չմոտենալ, սպառնացել, գրավել եւ պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկաններին հաջողվել է երիտասարդից վերցնել նռնակները։ Նա ձերբակալված է։ Իսրայելի հրթիռակոծության հետևանքով Սիրիայի Դամասկոս քաղաքի արևմտյան Տումար շրջանում հայեր չեն տուժել։ Այս մասին Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչն է փոխանցում։ Ավելի վաղ Գանձասար պարբերականը հայտնել էր, որ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արևմտյան շրջանը, որտեղ բնակվում են հայ ընտանիքներ։ Պարբերականը նաև հայտնել էր, որ ռմբակոծության հետևանքով կան վիրավորներ եւ նյութական վնաս։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։